Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ պատգամավոր Արսեն Թորոսյանն է, ողջույն, պարոն Թորոսյան։ ԿՊ Գյումրիի ընտրությունների արդյունքները համարում է հաղթանակ, թե պարտություն, ձեր որոշ կողմնակիցներ հաղթանակի մասին են ազդարարում, երևի նկատի ունենալով, որ ամենաշատ ձայնը ձեր կուսակցությունն է հավաքել 36.2%, քվեները շուրջ 17,000, եթե կլորացնենք, բայց ընդդիմադիր մյուս թեկնածուները ավելի շատ ձայն են հավաքել միասնական լինելու պարագայում Վարդան Ղուկասյան 20.4, Մարտուն Գրիգորյան 15.6, Ռուբեն Մխիթարյան 7.8 եւ Կարեն Սիմոնյան 6.09։ Տեսեք, եթե մեր ավանդական պատկերացումների տեսակետից նայենք, ապա հաղթանակ չի ակնհայտորեն, որովհետև մենք ավանդաբար հաղթանակը պատկերացնում ենք որպես 50 պլյուս ավելի, 50-ից ավելի տոկոս եւ մանդատ։ Ոնց որ օրինակ ունենք ազգային ժողովում, շատ համայնքներում եւ այլն։ Բայց եթե նոր ձևավորվող պարլամենտարիզմի տեսանկյունից ենք նայում եւ նաեւ համայնքային պարլամենտարիզմի, որտեղ համայնքային պարլամենտարիզմն է նոր, ոչ միայն ազգային ժողովի մակարդակում, այլև համայնքների, ապա առաջին տեղ ենք ըստ էության գրավել, ունենք մոտավորապես 2.2 անգամ ավելի շատ ձայն, քան 21 թվականի ընտրություններին, ունենք ավելի մեծ մասնակցություն, այո, նաեւ այդ մասնակիցների աճն է նաեւ մեր ձայների հաշվին, իհարկե լավ կլիներ եւ մենք ամեն ինչ արել ենք եւ անելու ենք այսուհետ յուրաքանչյուր համայնքում եւ ազգային ժողովում 50%-ից ավելի ձայն ստանալու համար։ Ձախողումների պատճառով Գյումրեցին ձեզ քաղաքային ղեկը չտվեց, բայց պարլամենտարիզմի զարգացմանը զուգընթաց եւ քաղաքական համակարգի զարգացմանը զուգընթաց շատ դժվար է լինելու 50%-ից ավել հավաքելը, ինչպես եվրոպական շատ երկրներում, որոնք ունեն զարգացած պարլամենտական համակարգ եւ այնտեղ կոալիցիաներ են ձևավորվում սովորաբար։ Ինչ վերաբերում է ինչու մենք 50+ ավել չկարողացանք ստանալ, մենք 7000 ձայնից 7785 ձայնից 16938 ձայն ենք նորից ստացել եւ դա նաեւ խոսում է նրա մասին, որ Գյումրեցին ավելի շատ է վստահում ըստ էության քաղաքացիական պայմանագրին հիմա, քան 21 թվականին եւ մենք պետքա հենվելով նաեւ այդ դրա վրա կառուցենք։ Իհարկե, կան նաեւ հիասթափության ձայներ, որոնք հենց մեր շարքերում, մեր համակիրների շարքերում, նույնիսկ մեր ընդդիմախոսների շարքերում իրանք էլ են մեզ մեղադրում, թե ոնց է որ չհաղթեցինք։ Այդ ամեն ինչը մենք հաշվի առնելով պետք է կառուցենք եւ ձևավորենք ավելի մեծ բազա, ավելի մեծ քաղաքական կապիտալ։ Ձեզ մեղադրում է, որ այնքան ապաշնոր կառավարեցիք Հայաստանը, որ կրիմինալը իրենց ձևակերպմամբ մնաց քաղաքականության մեջ ավելին շատ լավ ձայներ հավաքեց։ Տեսեք, ժողովրդավարությունը ունի նաև կողմնակի էֆեկտներ, միշտ ասում եմ, այո, երբեմն նաև այնպիսի ուժեր են ընտրվում, որոնք որ մաքուր քաղաքական չեն կամ նույնիսկ հակաժողովրդավար են, բայց դա մեր ժողովրդի ընտրությունն է, մեր ժողովուրդն էլ պետքա տեսնելով այս նոր համակարգի էվոլյուցիան ինքն էլ փոխվի եւ կփոխվի։ Սա մեղադրանք չի որպես, այլ մենք պետքա սերունդ փոխենք, նաև ասում եմ ընտրական ցիկլեր ունենանք, որպեսզի այս ամեն ինչը դառնա շատ բնական։ Շատ հիմա այնց անցումային փուլում ենք ըստ էության։ Այդ բացարձակ մի հոգու ընտրվելու բանից ինչ որ ուժերի ընտրվելու եւ նաեւ դու գիտեք, օրինակ լինում են համայնքապետի փոփոխություններ, այդ միջընտրական փուլերում, ասենք 5 տարվա ընթացքում դա էլ է պարլամենտարիզմի բնորոշ եւ համայնքային պարլամենտարիզմի։ Թվում է ձեր ձախողումը պարտություն է իրական Գյումրիում։ Դուք ուզում եք ժողովրդավարության հաղթանակ ներկայացնել։ Կարելի է այդպես էլ անել, բայց դուք պարտություն եք կրել հավաքական ընդդիմությանը։ Ես նորից եմ կրկնում, մենք շատ տեղեր ենք պարտություն կրել, շատ եւ Գյումրիում պարտություն են կրել նաեւ անցյալ անգամ, ես սա հպարտությամբ չեմ ասում, ես ասում եմ ցավոք սրտի, բայց նաև նորից եմ կրկնում, մենք ստացել ենք նաև ամենամեծ վստահության քվեն Գյումրիում։ Հիմա դուք ասում եք ձախողում, ես էլ ասում եմ հաջողություն է, որ մենք ստացել ենք ամենամեծ քվեն Գյումրիում եւ հաջորդ մեզնից ավելի ցածր տոկոս ստացողը մոտ 2 անգամ քիչ ձայն է ստացել։ Միգուցե հաջողություն է, եթե դուք մտածում եք, որ 26 թվականի ընտրություններում նույն մարդիկ գնալու են ընտրել, այդ իմաստով միգուցե։ Ուղիղ իմաստով հաջողություն է, նորից եմ կրկնում, ինչքան է որ մենք հիասթափության ձայներ ենք լսում եւ մենք էլ կարող ենք մեր մեջ հիասթափված լինենք։ Դուք պատկերացրեք, ուրեմն հաջորդ մեզնից հետո երկրորդը գրավվածը մեզնից 2 անգամ քիչ քաղաքական բազա ունի։
Գյումրում եւ սա նաեւ մեր աշխատանքի արդյունքն է եղել ամբողջ կառավարության եւ նաեւ Գյումրի։ Իհարկե լավ կլներ որ մենք 50+ հավաքենք եւ միանձնյա իշխանություն ձևավորվեր ոնց որ ազգային ժողով։ Բայց նորից եմ կրկնում, մենք սրա մասին պետքա առանց վախենալու խոսենք։ Ինչքան ընտրական ցիկլերը շարունակվեն, ինչքան պարլամենտական համակարգը զարգանա, այնքան դժվար է լինելու 50+ հավաքել եւ կոալիցիաներն են վերջի վերջով որոշելու երկրի եւ համայնքների կառավարումը, ինչ որ մի փուլից սկսած։ Հիմա մենք հասել ենք դրան, իսկ ինձ թվում է չենք հասել դեռ եւ բարձր չի։ Հավաքելուն չօգնեց անգամ Վարդան Ղուկասյանի հարազատին վերագրվող այդ բռնաբարության տեսանյութի տարածումը, հա։ Տեսեք, ես նորից եմ կրկնում, 50+ հավաքելը մեր նպատակն է լինելու միշտ եւ բոլոր քաղաքական ուժերի նպատակն է լինելու միշտ ամեն ընտրությունում, բայց նաև մենք պետք է հաշվի առնենք ինչ պատմություն ենք ունեցել կոնկրետ այդ համայնքում։ Հիմա օրինակ ասենց ասեմ, եթե մենք միտեղ իշխանություն լինեինք եւ 60% հավաքած լինեինք եւ մենք կտրվեինք եւ մենք պարտվեինք օրինակ 40% հավաքենք, դա կտրուկ ձախողում կլիներ։ Ասենք 60 ունեինք, դարձանք 40, ուրեմն մենք ամեն ինչ այդտեղ ձախողել ենք։ Բայց եթե ունեինք 20%, հիմա ունենք 36%, դա իրականում հաջողություն է։ Ինչ վերաբերում է տեխնոլոգիաների կիրառմանը, ես կարծում եմ, որ մենք պետք է մնանք քաղաքական պայքարի տրամաբանության մեջ։ Ես չգիտեմ, մարդուն հարվածի տակ դնել։ Տեսանյութը ոնց է տարածվել։ Ձեր պաշտոնական լրատվամիջոցն է։ Այնուամենայնիվ իմ խորին համոզմունքն է, որ մենք կարող ենք հաղթել միայն քաղաքական պայքարում եւ երբ որ մենք թուլանում ենք քաղաքական պայքարում, մենք սովորաբար հենց այդտեղ էլ ունենում ենք խնդիրներ։ Ինչքան քաղաքական է լինում քարոզարշավը, այնքան մենք ուժեղ ենք, ինչքան ոչ քաղաքական է եւ մյուսներն էլ է դա վերաբերում, ինչքան ոչ քաղաքական է, այնքան թույլ ենք։ ԿՊ-ն էլի համայնքներ եղել է, որ հավաքական ընդդիմությունից քիչ ձայն է հավաքել, բայց որոշ ժամանակ հետո պարզվել է այդ ընդդիմության օրինակ մի բժիշկ անդամ ԿՊ-ական համոզմունքներ ուներ, բայց ընդդիմության դրսևորում։ Հա, բան չասեցի, կարող է այս դեպքում էլ որոշ ընդդիմադիր ավականիներ դառնան Սարիկ Մինասյանի երկրպագուներ եւ դուք Գյումրիում քաղաքապետ հապճեպ եզրակացություններ չանենք, նույնիսկ ընտրությունների վերջնական արդյունքները ամփոփված չեն։ Փլուզել այսպես ասենք ընդդիմության շարքերը։ Ինչը փլուզենք։ Մենք ոչ մի բան չենք փլուզել, երբևէ ոչ միտեղ։ Պարլամենտարիզմը բնորոշ է նաև, ասում եմ, համայնքներին այս դեպքում եւ մենք ստացել ենք ամենաշատ ձայները եւ լինելու են օրենքով սահմանված ընթացակարգեր, թե դա ինչպես կգնան այդ օրենքով սահմանված ընթացակարգերը, տեխնացուների առաջադրում, քվեարկություն, բան ժամանակը ցույց կտա։ Դուք քաղաքապետի տեխնացու ունենալու եք ավական առաջիկա նիստի ժամանակ, չէ՞, առաջադրելու։ Ես արդեն մի քիչ առաջ պատասխանեցի ձեր հարցին, մենք ունենք քաղաքապետի տեխնացու, ստացել ենք ամենաշատ ձայները եւ պարոն Մինասյանն էլ իր հայտարարությունով ասել է, որ մենք տեր ենք լինելու մեզ տված ձայներին, ոչ մի կերպ չենք փոշիացնելու դրանք, չենք լքելու նրանց եւ արդյունքները կերևան մոտակա ժամանակներում։ Դուք ձեզ պարտված չեք համարում մի խոսքով։ Ես դες բան չասեցի, ես ասեցի, որ մենք հիասթափված ենք, որ մենք չենք հավաքել 50+%, բայց ես նաեւ ասում եմ, որ պետքա սառնասրտորեն վերլուծենք մեր արդյունքները։ Իսկ սառնասրտությունը հետևելն է։ 7700 ձայնը դարձել է մոտ 17000 ձայն։ Դա լավ է թե վատ։ Եթե դարձածներ 5000 ձայն, դա կլիներ լրիվ ուրիշ պատկեր։ Երբ որ մենք ավելացրել ենք, այնուամենայնիվ դա նշանակում է, որ գնահատվել է եւ մեր տեխնացուն, եւ մեր ծրագիրը, եւ մեր կատարած աշխատանքը։ Անցնենք առաջ այս մոդելը, պարոն Թորոսյան, երբ որ ընդդիմություն ոչ թե մեկ ճակատով է հանդես գալիս, այլ տարբեր թևերով, բայց վերջնարդյունքում նրանք կարող են միավորվել եւ ԿՊ-ին իշխանազրկել, շատերը դիտարկում են նաեւ 26-ի ընտրությունների մարտավարություն, որ Ռոբերտ Քոչարյանը իր թիմով կգնա, Սերժ Սարգսյանը իր թիմով, Տեր-Պետրոսյանը իր թիմով եւ այլն, եւ էլի կարող է 1-2 ուժեր բլոկներ լինեն այսպես մեծ եւ ԿՊ-ն էլի չի կարողանա, ասենք 40-45%-ից ավել ձայն հավաքի, որ այն բոնուսները գան կուտակվեն 50+ դառնա եւ կիշխանազրկվեք։ Դուք տեսնում եք այդպիսի հավանականություն։ Նախ այտենց հեծանիվ պետք չի հորինել, չգիտեմ այդ ով է այդ ամեն ինչ ասել։ Չէ, շատ կային նման դիտարկումներ, որ նույն մոդելը կարող է կիրառվել 26-ի։ Ոչ Գյումրիով է սկսվել, ոչ ավարտվելու, դա հեծանիվ չի։ Դա նորից եմ կրկնում, կոալիցիոն
կառավարություններ ձևավորելու մոդելն է, որը դրված է մեր սահմանադրության եւ ընտրական օրենսգրքում, ինչպես շատ երկրներում, ի տարբերություն իհարկե որոշ երկրներ, մենք ունենք նաեւ երկրորդ փուլի մոդել, երբ որ երկու ավել ստացած ձայներ ուժերը եթե չեն կարողանում մինչև չի ձևավորում կոալիցիա, գնում են երկրորդ փուլի։ Ամեն սցենար հնարավոր է։ Մենք կոալիցիա կազմենք, մեր դեմ կոալիցիա կազմեն, դրանում է ամբողջ պերճանքը եւ միգուցե նաեւ թշվառությունը ժողովրդավարության, չէ, այդ թշվառությունը կատակով է ասում, պերճանքը եւ մենք պետքա սովորենք նաեւ այո այդպիսի ընտրություններին մասնակցել, հաղթել, կոալիցիաներ ձևավորել, միայն ձեր ասած ուժերը չեն, ելի ուժեր կան Հայաստանում, որոնք որ կուզենան հավակնություն կունենան մասնակցելու, միգուցե հաղթահարեն։ Մենք պատրաստվում ենք, երբ որ ժամանակը կգա, կպատրաստվենք ընտրություններին, ելի օրենքով սահմանված կարգով, նորից եմ կրկնում, մենք Գյումրիում այնպես չի, որ իշխանազրկվել ենք, որ դուք հիմա պրոյեկտում եք, մենք Գյումրիում իշխանություն չենք ունեցել, կներեք, էլի ոչ էլ փառաքարում ենք ունեցել իշխանությունը ըստ իշխանություն միանձնել, բայց չենք ունեցել մենք ի սկզբանե, այո, դժբախտաբար կամ բարեբախտաբար, չէ, բայց ես նորից եմ կրկնում, այսինքն ինչ է ակնկալում, որ մենք պետքա տենց բոլոր 70 համայնքներում լինենք իշխանություն, ինչպես ժամանակին եղել է, ես ասում եմ ոչ, կա ազատ կամ արտահայտություն ժողովրդի, գնում ենք, քվեն հայցում ենք, սխալվում ենք ինչ որ միտեղ, թերանում ենք ինչ որ միտեղ, դասեր են քաղում, նորից ենք փորձում այդտեղ եւ այդտեղ։ Տարբեր դասեր, իմ անձնական դասերի մասին կարող եմ ասել, բայց դրանք շատ բան կարող է այս հետաքրքիր է, ես վստահ եմ հեռուստադիտողը հենց հիմա լարված ուզում է դες դասեր առանձին հաղորդում կանենք եւ ես կպատմեմ այդ դասերը։ Օրինակ դասեր, որ հեղափոխության, այսպես ասենք, սպասելիքները, հույսերը փոշիացրիք, Գյումրիից սկսվեց հեղափոխությունը, որ փոշիացրին, ես նորից եմ կրկնում, ասենք 7000 պարտություններ եք կրում, պարոն Թորոսյան։ Ես նորից եմ կրկնում, այսինքն ինչ է ակնկալվում, որ պետքա բոլոր համայնքներում կրեն։ Դուք չեք լսում իմ ասածը։ Չէ, դուք չեք լսում։ Ասում եմ մարդկանց ակնկալիքները փոշիացրիք, ինչպես ձախողեցիք, եթե մարդկանց ակնկալիքներն կներեք, ավտոկրատ ռեժիմը, ավտորիտար ռեժիմը պետքա փոխարինվի նոր ավտորիտար ռեժիմով, կներեք, մենք դրա համար չենք եկել իշխանության։ Ավտորիտարիզմի վերջը Հայաստանում տրվել է։ Եվ այո, ժողովրդավարությունը ունի թերություններ, բայց դա մինչ այսօր ինչպես հայտնի դասականն է ասում, ամենալավ մոդելն է երկրների կառավարման։ Մարդկանց կյանքը բարելավեց եւ ուղիղ։ Բարելավել է, բայց չեն նկատում։ Շատ լավ էլ նկատում են։ Գնում են ընդդիմությանն էլ։ Շատ լավ էլ նկատում են եւ ինչքան բարելավում է, այնքան պահանջները մարդկանց ավելանում են եւ այլ պահանջներ են առաջանում, եթե նախ դուք գիտեք, Մասլոուի բուրգին ծանոթ եք, երբ որ բազային պահանջներն են բավարարվում, ավելի սոցիալական պահանջներ են առաջ գալիս եւ այո, իշխանությունները եւ քաղաքական ուժերը պետքա պատրաստ լինեն նաեւ արդեն բավարարված պահանջներից ավելի բարձր պահանջների բավարարել։ Կասեք 3 բարձրացում գյումրեցու կյանքում, ասենք ինչ է եղել Գյումրիում։ Ասենք, միջին աշխատավարձը բարձրացել, ենթակառուցվածքներ են կառուցվել, դպրոցներ, մանկապարտեզներ, աղետի գոտին քչացել է, ամբողջությամբ կվերանա մոտակա 2 տարիների ընթացքում, իհարկե։ Ինձ հետաքրքիր է, դուք որպես իշխանության ներկայացուցիչ այսօր, որ վաղը դառնաք ընդդիմություն, կկարողանաք ասենց բարձր գլխով, շատ հանգիստ առանց թիկնապարների փողոցներում քայլել, պարոն Թորոսյան, թե կանհետանաք ընդհանրապես լրատվամիջոցներից։ Սխալ մարդու եք այդ հարցը տալիս ինձ թվում է, ես եւ հիմա ազդեցության գնահատական չեմ անում։ Եվ հիմա եւ երբևէ որևէ խնդիր չեմ ունենալու որևէ տեղ հանգիստ լինելու, քայլելու, վազելու, չգիտեմ, հեծանիվ քշելու։ Հեծանիվ քշելով կարող է ձեր հետևից չհասցնեն, այդ իմաստով բան չասացի։ Ավտոյով կհասցնեն, ոնց է, չէ՞։ Ամեն դեպքում չեք ընդունում, որ մարդկանց հույսերը չեք մսխել, հա։ Չեք ընդունում։ Մարդկանց հույսերն էլ պետք է էվոլյուցիայի ենթարկվեն։ Ես չեմ ասում, որ մենք ամեն ինչ կարողացել ենք անել այնպես, ինչպես ակնկալվում էր, այդ թվում եւ մենք էինք մեզնից ակնկալում։ Իհարկե ոչ, ունենալով նաեւ բազմաթիվ խոչընդոտներ օբյեկտիվ այդ ճանապարհին։ Հիմա նորից չեմ ուզում դրանց անդրադառնալ, սուբյեկտիվ խոչընդոտներ, սխալներ, որ մենք արել ենք, այդ թվում կադրային եւ այլն։ Բայց եթե ակնկալիքը, նորից եմ կրկնում, ինչ որ մի տեղից, մի հոգու կողմից ամեն ինչ որոշել եւ ասել ամեն ինչ այսպես պետք է լինի եւ հեսա ճիշտը, նոր ճիշտը, հա, այսպես ասած։ Ապա դա սխալ ակնկալիք է եւ մենք մեր քաղաքացիները պետք է խոսանք շատ համբերատար, որ
այդ չի մեր ուզածը եւ իրենց ուզածն իրականում է։ Իրենց ուզածը ազատությունն է։ Դուք ինչքան վատ իշխանություն եք, որ մարդիկ գնում են կրիմինալին են ձայն տալիս։ Ես նորից եմ կրկնում։ Ես կոնկրետ դեպք նկատի չունեմ, էլի, տարբեր դրսևորումներ կան։ Դուք այնուամենայնիվ ինչքան ձախողված իշխանություն եք։ Դուք այնուամենայնիվ չեք ֆիքսում թվերը։ Հա, դուք կրկնակի ու կես ավել ձայն եք։ Եվ հետեւաբար դուք ասում եք կրիմինալին է ձայն տալիս։ Մարդիկ եկել են իրանց խոսքով բան են արել, համոզել են մեր քաղաքացիներին համոզվել են, մենք էլ կոնկրետ այդ քաղաքացիներին չենք կարողացել հակառակում համոզել։ Իհարկե կան նաև այնտեղ թաղային տրամաբանություն շատ քաղաքներում, համայնքային ընտրություններ նաև ինչ որ չափով տարբերվում են այնուամենայնիվ ազգային ընտրություններից միևնույնն է ինչ որ չափով անձանց ընտրություններ են, ինչ որ պատմություններ կան, կապեր կան նախկինից եւ ունենք այս պատկերը, որ ես ասացի, ինչպես կարելի է գնահատել, հա կարելի է գնահատել, որ ապոկալիպսիս ա եղել, չունեին Գյումրի եւ շարունակում ենք չունենալ Գյումրի եւ քանի որ դեռ դուք մի տարի իշխանության եք մնալ, դրանից հետո չգիտեմ, կարող եք թույլ չտալ գոնե եւ դա ժողովրդավարության Արևմտյան Հայաստանը հետ բերելու եւ այն Ադրբեջանի պատերազմ հայտարարելու խոստումները չիրականանան գոնե այս մի տարվա ընթացքում ողջ մնանք պարոն Թորոսյան լավ անցում է եկեք դրա մասն է խոսենք մենք մեր քաղաքականությունները վարում են գոնե դա կարող եք ապահովել պարոն Թորոսյան այս մի տարվա ընթացքում քաղաքականությունները վարում ենք իրական միջազգայինորեն ճանաչված շահերի Հայաստանի Հանրապետության պետական շահերից ելնելով եւ նաեւ մեր ժողովրդի հետ խոսում ենք դրա մասին հիմա այն ինչ որ դուք ասում եք այդպեսի խոստումներ հնչում են էլի ուղղակի կարող է սկսեն իրականացնել շաբաթ օրվա հանրահավաքի մասն է ենթադրում Չէ, ես տեխնացուներից մեկի չեք լսել ուրեմն նրա խոստումը Լավ, եկեք Գյումրի թեման ամփոփենք, եթե չեք լսել, հարցս բան չէր, հա։ Դե կարծում եմ, բայց վերջում ասած որ կատակ կա արա տենց մի բան ասած։ Դե բոլոր կատակ ամեն ինչ ուղիղ պետք չի հասկանալ եւ այլն, կամ հավատով պետք է, հա հիշեցի, ասած հավատով պետք է այդ հարցին վերաբերվենք, Նախկին օմբուդսմեն Արման Թաթյանը այլ բացատրություն ունի ձեր արդյունքներին, ասում է Գյումրիում փառական ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ դրանք սոսկ համայնքային քվեարկություն չեն, դարձել են հանուն հայոց պետականության հայ ժողովրդի արժեքների պահպանության կռիվ, ըստ նրա Գյումրիի քարոզարշավում արատավորեցիք Պարզում էր մինչ այդ արատավորել եք Արցախը եւ մեր հերոսների նվիրական պայքարը, սխրանքը եւ քաղաքացիները հակազդեցությամբ չընդունեցին այս արատավոր մտածողությունը։ Պարոն Մինասյանի հայտարարությունը նկատի ունեն արատավորել։ Ինչ հայտարարություն։ Արցախի վերաբերյալ, որ այդքան վատ տեղեր, որ մարդիկ ինչ որ բան սխալ է ասել պարոն Մինասյանը։ Ինչքան ուզում է նախկին օմբուդսմեն կամ օմբուդսմեններ տարբեր տեղերի նման հայտարարություն, ասենք, լավ օրինակ բան է, դա չի կարելիների տաբուների մեջ է, հա, եղել տաբու է, չի կարելի դրա մասին խոսալ։ Բայց լավ, այս ժողովրդին, այս մեր 100,000-ավոր քաղաքացիներին, տասնյակ հազարավոր զինծառայողներին նախկին եւ ներկա, դա թվում է սխալ արտահայտություն, ասեք ինչքան կարելի է ջայլամ ձևանալ, սույն անձը կամ այլոք Էլ ուրիշները չեմ ասում, լավ կներեք, մի րոպե։ Այդ որ իրանց ընկերներով սա գնում են Ամերիկա երեխա են ունենում, որ բանակ չծառայեն իրանց երեխեք, ինչի համար է դա։ Օրինակ Լևոն Քոչարյանը, օրինակ։ Այդ որ ու տենց տասնյակ հարյուրավոր մարդիկ, հիմա անուններ էլի կարամ տամ, չեմ ուզում ասեմ։ Գնացել է ԱՄՆ-ում է կինը նկատի։ Իհարկե։ Մյուսները, որ քաղաքացիություն են փոխում մինչև 15 տարեկան իրանց երեխեքի, Ռուսաստանի, հիմա երևի Ռուսաստանը մոդա չի, ուրիշ տեղեր են փոխում, որ իրանց մատղաշ երեխեքի վրա ինչ հիվանդություն ասես սարքում են, երբեմն կեղծ փաստաթղթեր առնելով, երբեմն էլ չեմ ուզում բան անեմ, որ տենց ստից վիրահատություններ են անում իրանց երեխեքին, որ ցույց տան, որ բանա, իրոք հիվանդություն ունի։ Բռնում ենք, որ կարկառունի երեխային եք բռնել, ասենք։ Բազմաթիվ դեպքեր բռնվում են, հարցը այդ չի, ես կարկառունի մասին չէի ասում, ես կարկառունների մասին չեմ միայն խոսում, ես ասում եմ, երբ որ ամբողջ ազգը դրա վրա է նստած եւ մինչ օրս դա շարունակվում է, ասենք պարզ չի, որ պարոն Մինասյանը դիպուկ 10-ից 10-ին խփել է, ինչքան ուզում է տենց լալա հառաջ բաներ լսենք, բաներ, ազգային ինքնություն, ես շատ գիտեմ ինչ, տաբուներ, չի կարելի։ Տեսեք, դուք ցեղասպանության հարցի մասին եք խոսում, մարդիկ դա անցալում են որպես կասկածի տակ դնել։ Մարդիկ շատ լավ անցալում են, մարդիկ չէ, կներեք, բայց իրանք մարդիկ
այդ որ ասում եք մարդիկ ընկալում են, իրանք իրենց անունից են խոսում, մարդկանց անունից չեն խոսում։ Բայց քվեարկությունն էլ է ցույց տալիս, որ ընդդիմությունը հավաքական ավելի շատ ցույց է տալիս։ Հավաքական հիմա հավաքական կոնկրետ այդտեղ տարբեր մարդիկ տարբեր Ձեր ասածը չի ընկալվում, ասած։ Թույլ տվեք մինչև վերջ խոսամ, էլի։ Ասենք այնտեղ տեխնացու կար, ասում էր ազատ տնտեսական գոտի եմ ստեղծել, տեխնացուն ոնց որ ուրիշ բան շատ չէր խոսում։ Հիմա մարդիկ դրան են քվեարկել։ Մյուս տեխնացու կար, ասում էր Disneyland եմ սարքելու, դրան են մարդիկ քվեարկել։ Մյուս տեխնացուն ասում էր աշխատատեղեր եմ ստեղծելու, նաև դրան են քվեարկում։ Այո, բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ ասում են, որ մեր հետ չեն համագործակցելու, իրանք դեմ են մեզ եւ մենք լսում ենք մեր քաղաքացիների ձայնը։ Մենք նաև դա հաշվի կառնենք մեր եւ հրապարակային խոսույթը եւ մեր ծրագրերը կազմելիս եւ նաև ԱԺ ընտրություններին ընդառաջ, բայց ասել, որ մենք ինչ որ բան սխալ ենք ասել, մենք նսեմացնում ենք մեր արժեքները եւ այլն, այդ արժեքների պատճառով, այդ կեղծ արժեքների պատճառով մենք բաների առաջ են կանգնել, արհավիկների առաջ են կանգնել եւ չպետքա կանգնենք։ Այդ կենաց ասելն է բանակի համար եւ իր երեխուն Ամերիկայի քաղաքացի դարձնելն, այդ կեղծ արժեքը։ Դե ամեն դեպքում դուք պնդում եք, որ մարդիկ Ղարաբաղ ընկնելով դժբախտ են իրենց համարել։ Դա չի նսեմացնում կռվածների հիշատակը։ Ճշմարտությունը ասելը երբեմն դառն է եւ դժվար է, բայց ինչպես ասում են Պլատոնը իմ ընկերն է, բայց ճշմարտությունը ավելի թանկ է։ Բոլորի վրա եք տարածում, պարոն Թորոսյան։ Համատարած չի ասում, բազմաթիվ մարդիկ ջանքեր են գործադրել, որ այնտեղ չգնան, չծառայեն, հասկանում եք։ Ես էլ եմ Լեռնային Ղարաբաղում ծառայել։ Փող չեք տվել, որ ազատվեք։ Իհարկե չեմ տվել։ Որտեղ եք ծառայում։ 10, չասեմ Զորամասի համարը, Պաշտպանության բանակում։ Կարող է ադրբեջանցիները ձեզ էլ օկուպանտ, հա, ձեր հետևից էլ։ Ինձ էլ ուզենան։ Բայց ամեն դեպքում, այսպես ասենք, ընդդիմությունը դիրքավորվում է որպես ազգային արժեքների պաշտպան, դուք դիրքավորվում եք մենք էլ ասում ենք, որ մեր ազգային արժեքները ամենևին կապ չունեն այդ ամեն ինչի հետ, ինչ որ ընդդիմությունը ասում է, մեր ազգային արժեքները եւ պետական արժեքները, մեր պետության արժեքները պետք է հիմնված լինեն Հայաստանի Հանրապետության հարատևությունը ապահովելու վրա եւ ոչ թե դրանք կասկածի տակ դնելու ինչ որ մտածածին կամ ժամանակից եկած պատմական կամ վիրտուալ տեսական ինչ որ բաների հիման վրա հաշվի առնելով ամեն ինչ, ծանր կորուստները, ցեղասպանություն, Ղարաբաղ, այլ կորուստներ, ուզում եք գնանք, չգիտեմ, ինչեւ Վարդանանց պատերազմ եւ այլն։ Բայց մեր նպատակը պետք է լինի, որ այս Հայաստանի Հանրապետությունը, որը մեր ըստ էության ոնց ասեմ, փոխհատուցումն է մեր բոլոր կորուստների համար մարդկության կողմից, հա, որ մենք ունենք, որտեղ ճանաչված պետություն է ՄԱԿ-ի բոլոր անդամ, համարյա բոլոր անդամ երկրների կողմից, որ մենք կասկածի տակ երբեք չդնենք եւ ոչ թե հակառակը։ Ամեն ինչ անենք, որ կասկածի տակ դնենք սա, ինչա թե կարողանանք եւս մեկ կենաց խմել, ասենք Փարիզում կամ Բեռլինում։ Չի կարելի դա անել։ Ընկածների հիշատակը չեք պղծում, պարոն Թորոսյան։ Ամենևին ընկածների ամենամեծ ձևը ընկածների հիշատակը վարպայելու այնա ինչ որ ես ասում եմ, որ մենք վաղը նորից եմ կնում Փարիզում ու Բեռլինում կենաց չխմենք կորուսյալ հայրենիքի վերաբերյալ։ Այդ անկածների հիշատակը վարպայել եւ մեր ժողովուրդը շատ լավ դա հասկանում է, շատ լավ։ Նույնիսկ մեզ չսիրելով, նույնիսկ կարան մեզ չսիրեն, բայց այդ པարզ ճշմարտությունները բոլորը հասկանում են։ Եթե դժբախտ էին, ինչու են գնում դժբախտ տարածքի համար կռվի։ Դրա մասին շատ ենք խոսել։ Դժբախտ բառը ես չգիտեմ, ես խոսակցության ժամանակ դժբախտ են իրենց համար այդ մարդիկ։ Հիմա եկել գյումրեցիներին ուզում եք հակառակ ապացուցել, պարոն Մինասյանն է ասում։ Հա, օքեյ, կարանք այդ բառի շուրջը։ Չէ, ուղղակի ես եթե մի տարածք ինձ դժբախտեցնում է, ես չեմ գնա կռվի։ Իսկ պատերազմ գնում են հազարավոր մարդիկ։ Դուք եք տարել, ուղղակի այդ ես չէի։ Մենք չէ, Հայաստանի Հանրապետությունն է տարել վերջի 20-30 մարդկանց տարել եք դժբախտ տարածքի համար պատերազմի։ Հիմա դուք ուզում եք մանիպուլ, ախր դուք չեք հասկանում, որ դուք այն ինչ որ դուք հիմա ասում եք, ասենք չեք հասկանում, որ բանա կլասիկ մանիպուլյացիա է, այն ինչի ինչ որ ասվել է եւ ինչ որ բացատրեցի։ Դուք եք արել, հիշեցնում եմ ձեր աղաձը։ Չէ, բայց դուք ուրիշ բանի մասն եք խոսում։ Կոչանում 20 հոկանոց խմբեր կազմել եւ գնալ դժբախտ տարածքի համար։ Դրա մասին շատ ենք խոսել, որ մեր ընկալումներն էլ է նաև տրանսֆորմացվել եւ էվոլյուցիայի ենթարկվել։ Այո, եւ մենք դժբախտաբար բոլորս, կլինենք իշխանություն թե ընդդիմություն, նույն բանի մասն ենք մտածել։ Հիմա ինչ որ բան հասկացել ենք։ Միգուցե ոչ ամբողջությամբ փորձում ենք հասկանալ։ Ինչ հասկացաք, որ երջանիկ Արցախը դարձավ դժբախտ Ղարաբաղ։ Դժբախտեցնող Ղարաբաղ։ Հիմա
չասեմ, էլի, այտենց ուղիղ ամեն ինչ։ Բարոթոսյան, ձեր ներկայացուցիչները Երջանիկ Արցախի մեր էլիտար մի րոպե, այդ երջանիկ Արցախի էլիտար մասսաները ինչի են իրանց հարստությունը կուտակում Երևանում, Մոսկվայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, այդ երջանիկ Արցախի։ Նորից եմ կրկնում, այդ նույն երջանիկ Արցախի այդ մեծահարուստների բիզնեսները, իրանց երեխաների եւ ինչի էր ուրիշ երկրներում այդ երջանիկ Արցախի, հա։ Աղդամի նռները բռնած Ալեն Սիմոնյանը եւ մյուս քննարկումները, մենք էլ ենք սխալվել։ Պատասխանը շատ կարճ է տա։ Իսկ եթե արցախցիների դեմ չկա ատելություն կամ մերժում, բա 50,000 դրամ գումարից ինչու եք շատերին այսպես զրկում, շուրջ 50,000, թե 40,000 կզրկվի, մյուսների թիվը կրճատվելու է, հա։ Իսկ ինչ ենք զրկում, ես մի քիչ մանրամասն ծանոթ չեմ, բայց ընդհանրում եմ սոցիալական վճարները ապրիլի 1-ից այլևս չեն տրվելու մի մասին, մի կեսին մոտավորապես չեն տրվելու, այն մյուս կեսն էլ խստորեն սահմանափակվելու։ Ենթադրում եմ ինչ որ պայմաններ կա, որ պետքա բավարար այդ պայմաններին, դրա համար այդ ամեն ինչ արվում եւ երկրորդը մենք ուզում ենք, որ մեր հայրենակիցները ինտեգրվեն, աշխատեն ինչպես մեր մյուս բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանի Հանրապետությունում, մնան ստեղ ապրեն, արարեն եւ չմնան դոտացիայի վրա։ Մենք նույնը անում ենք օրինակ աղքատության նպաստ ունեցող մեր շատ քաղաքացիների նկատմամբ ասում ենք արի քեզ աշխատանք տանք, բայց քեզ քո այդ թոշակը չտանք 36 թե քանի հազար դրամ։ Ենթադրում եմ այդ տրամաբանությունն է եւ նաեւ դրթելու, որ իրանք այո, իրանք համար են ոչ թե փախստական կլասիկ իմաստով, այլ Հայաստանի Հանրապետության հասարակության հանրության լիիրավ անդամ վերցնեն քաղաքացիություն Հայաստանի Հանրապետություն, ընտրող դառնան, որ մյուս ընտրություններում կարող է մեզ չընտրել, բայց թող դառնան, ոչինչ։ Բայց մարդիկ չեն ուզում վերցնել սխալ են անում, որ իրավունքներից կզրկվեն։ Սխալ են անում եւ ուտում են այդ նույն խայծը, կուլ են տալիս այդ, որի մասին քիչ առաջ խոսում էինք, կարող են իրենց իրավունքներից օգտվել, եթե խոսքը իրենց սեփականության իրավունքն է, միջազգային իմաստով տուն վերադառնալու իրավունքն է, դա քաղաքացիություն վերցնել որևէ կապ չունի եւ եթե ինչ-որ մեկը իրենց դա ասում է, որ կապ ունի, դա իրենց պարզապես խափում է, լկտի սուտ է դա։ Բայց նաեւ մարդիկ ասում են, որ քիչ է տրվող գումարը, պարոն Թորոսյան, օրինակ Երևանում կամ մերձ մարզերում շատ տեղերում հնարավոր չի։ Հայաստանի Հանրապետության բյուջեն ունի բազմաթիվ ծախսեր։ Միլիոնավոր, միլիարդավոր դրամների, այդ թվում նույն պաշտպանության վրա, որ պաշտպանենք Հայաստանի Հանրապետության սահմանները եւ ըստ առաջնահերթությունների որոշվում է այդ ամեն ինչը տրվել է այսքան ժամանակ առանց որևէ բան ասելու, հիմա փոխվում է եւ պետք է այդ ամեն ինչը հաշվի առնել։ Եվ պետք է մնան դռներում։ Չէ, չպետք է մնան դռներում, պետք է օգտվեն բնակարարաշինության ծրագրից, որ մենք առաջարկում ենք Երբ որ բան ենք տալիս, փոխհատուցում ենք տալիս համապատասխան բնակավայրերով գնության ծրագիրը, բնակարանավ գնության թող լինի, հա։ Չհերիքող գումարով ըստ մարդկանց։ Այդ մասով փոփոխությունները արվեց վերջերս, եթե չեմ սխալվում, իսկ չհերիքողն էլ էլի հարաբերական է, չհերիքող ինչ իմաստով եւ նաեւ միգուցե ինչ որ չափ պետք է ավելացնել, այո։ Տեսեք, դուք երբեմն այսպես սրում եք իրավիճակը եւ ընկալվում եք ամենահակաարցախյան գործիչը, ձեր վերջին գրառումը։ Այդ ինձ նկատի ունեք անձնապես, հա։ Ես չեմ սրում, ես պարզապես չեմ վարանում ճշմարտությունը ասել։ Ըստ էության մարդկանց ներկայացնելով իբր 5-րդ շարաշուն, Հայաստանի պետականության դեմ։ Որ մարդկանց։ Չէ, սա ձեր բառը չի, բայց մեկնաբանություն կարող է այսպեսի լինել։ Ես ասել եմ կազմակերպիչների մասին։ Ասում եք, որ Լեռնային Ղարաբաղը օգտագործել են Հայաստանի իշխանության տիրանալու համար, հայաթափել են Լեռնային Ղարաբաղը։ Հիմա հարցից կպատասխանեք, էլի։ Հիմա էլ Հայաստանում են դա անում։ Երբ որ մարդիկ հավաքվում են, հրապարակում հավաքվում են, ասում են մեր գումարները մի կտրեք։ Նրանք իշխանապողության կոչ չեն արել։ Ոչ չեն անում։ Չէ, կոնկրետ այդ ցույցի մասնակիցներ միայն սոցիալական խնդիրներ եւ այլն, հա, միգուցե ամեն մեկի քաղաքական իրավունք են ուզում մեզնից, դրանից կխոսենք, հա։ Ասում են Արցախը մեզ է կանչում, կանչում է գնացեք, ինչ եք ուզում մեզնից։ Պարոն Թորոսյան, սոցիալական հարց են բարձրացնում։ Պետք է հասկանալ հայաթափում Հայաստանում այդ կապը կբացատրեք։ Չէ, նայեք, ուրեմն ասում են մի կտրեք մեր սոցիալական վճարները։ Եթե դուք ինչ որ այդ հայաթափում են Հայաստանը, հա։ Կներեք, էլ այդ ցույցը դրա մասին չի եղել միայն։ Բա ինչի մասն։ Արցախի մեր քաղաքացիների, մեր հայրենակիցների իրավունքների, վերադարձի իրավունքի եւ այդ իրավունքը ոնց որ մենք պիտի ապահովենք ոչ թե այն ով որ այդ իրավունքից իրան զրկել է բանակցություններում ինչ որ պարտադիր պայմաններ դնելու, որը իմ ասացի ուղիղ
ապացույցն է, որ եթե այս չի լինելու բանակցությունների պայման, ապա պետք չի բանակցել եւ այլն, եւ հա, նաեւ սոցիալական հարցեր է, նաեւ սոցիալական հարցեր է բարձրացվել, բայց դրանք պետք է լինել կոնկրետության մեջ։ Եթե օրինակ, չգիտեմ, մեր հարգելի քույրերն ու եղբայրները անպայման ուզում են, չգիտեմ, Երևանի փոքր կենտրոնում կամ նույնիսկ մեծ կենտրոնում կամ Երևանում անպայման տան գումար ստանալ, մենք չենք կարող դա մեզ թույլ տալ այս պահին պետական բյուջեով։ Կարողանայինք մեծ հաճույքով միգուցե կանայինք, բայց նաև մենք խնդիր ունենք համաչափ զարգացման մեր երկրի։ Եթե իրենք կարող են դա իրենց թույլ տալ, ու քավլիցի մենք ոչ մի խնդիր չունենք, թե նրանք որտեղ են ապրում, բայց մենք չենք կարող դա մեզ հիմա թույլ տալ, եւ դա մեզնից պահանջել, կներեք, այդքան էլ բարոյական չի, երբ որ երկիրը բազմաթիվ այլ խնդիրներ ունի, այդ թվում իր մյուս 3 միլիոն բնակիչների համար եւ իրանց էլ ներառյալ առողջապահություն, կրթություն, բանակաշինություն։ Բայց տներ ունեն, պարոն Թորոսյան, այս մարդիկ չունեն։ Բոլորը չի որ ունեն։ Այդ նույն մարդիկ գալիս ասում են, ինչի մեզ տուն չեք տալիս։ Մենակ մեր քույրերին եւ եղբայրներին եք տալիս, մեզ էլ տվեք։ Իրանց ինչ պատասխանենք։ 10000 որ մարդիկ Հայաստանում տնես չունեն, վարձով են ապրում եւ իրանց ոչ մեկ չի աջակցում դրա համար, ոչ մեկ։ Ես չեմ ասում, որ մենք չպետք է աջակցենք մեր քույրերին եւ եղբայրներին, բայց նաեւ իրանք է պետք է հասկանան, որ առաջնահերթություններ կան եւ նաեւ սրա համար է պետք ինտեգրվել մեր ամբողջ այդ ներքաղաքական եւ հասարակական կյանքի մեջ, որ դու քեզ դրա մի մասնիկը զգաս եւ առանձնացված չզգաս, որ քեզ պետք է անպայման առանձնահատուկ վերաբերմունք լինի։ Այ ինչու եք դուք հակաարցախյան թիվ 1 գործիչ եք։ Ես հակաարցախյան չեմ ամենևին ու ոչ մի հակայել չեմ, ես սիրում եմ մեր բոլոր հայրենակիցներին, բազմաթիվ ընկերներ ունեմ, ասացի այդ փողոցում քալելիս, որ արցախցիներ ձեզ մոտենան, հարցեր տան, մեծ հաճույքով։ Չեք ընկճվի կամ երես թեքեք հեռանալ։ Այսպես կխոսամ իրանց հետ, ինչքան պետք է։ Այո։ Եվ այնպես չի, որ չեմ խոսել։ Եվ կտակ նույն պատասխանները։ Իհարկե։ Ինչ կա թաքցնելու։ Եթե հրապարակային ասում, ինչ չեմ տետատետ տալու։ Չասացիք ոնց են հայաթափում արցախցիները։ Ասացի, պետքա կարդալ իմ հայտարարությունը ամբողջությամբ։ Այդ վարվող քաղաքականությունն է, որ իշխանության աղբյուրը անկալվել այդ կոնֆլիկտը եւ ասացի ինչպես եւ 98-ի իշխանափոխությունը եւ հետագա բոլոր ընտրություններում այդ Արցախի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթաթուղթը, որ ցույց մի արեք, թե չէ Ադրբեջանը կհարձակվի եւ այլն։ Հետո նույնն այնտեղ տեղի ունեցավ։ Բայց իշխանություն էին կիսում իրար մեջ, բլոկադայի մեջ, իշխանափոխություն էին անում, մտածում էին երևի տես քաղցր բան է, FSB-ի 5-րդ դեպարտամենտն էլ կօգնի, բայց եղավ այն ինչ եղավ։ Դրա պատճառով, նաև հրաժարվելու պատճառով բանակցություններից ուղիղ Ադրբեջանի հետ 2 անգամ առնվազն եվրոպական քաղաքներում ստացանք այն ինչ որ ստացանք։ Ու այո, դրա մեղավորը հենց այդպիսի քաղաքականություն վարողներն են, որոնք հիմա փորձում են այդ ամեն ինչը նորից վերադարձնել Հայաստան։ Իդեպ մենք դրանից կարծես թե ձերբազատվել էինք վերջին ընտրությունների արդյունքում, դա այդքան էլ հաղթաթուղթ չէր։ Հիմա ուզում են դարձնել, ես ասում եմ, մեր ժողովուրդ այդ անունը հասկանալ, կգա այդ գնահատական։ Հանրահավաքի հետևում դուք այդպիսի ուժեր տեսնում եք։ Բոլոր նույն ուժերը։ Նույն այդ ձերը նշած անուններ, ազգանուններ, ազգային ժողովի ընդդիմություն ինչ կապ ունի։ Թեզերն են կարևորը։ Մենք ինչ ենք ասում, իրենք ինչ են ասում։ Իրենք ասում են ուղիղ, ինչ որ ասում է Հայաստան դաշինքը, օրինակ, ինչ տարբերություն, թե ով է կանգնած հարցերին։ Այդ դուք ձեր սխալը չեք ընկալում, որ այսպես խոսելով, նաև արցախցիներն կարող են մղում եք ընդդիմության դաշտ։ Հա, դուք եք նպաստում, որ նրանք ընդդիմության ծրագրերում տեղավորվեն։ Ինչպես խոսելով, ճշմարտությունը ասելով սոցիալական վճարները։ Տեսեք, նորից եմ կրկնում, հիմա ես չեմ ուզում մանրամասների մեջ մտնեմ, որովհետև իրոք չգիտեմ, բայց մոտավորապես ենթադրում եմ։ Վաղվանից այդ 50,000-ները մեծ մասը չի ստանալու, մի մասն էլ կրճատվելու է։ Մարդիկ կլինեն, որ փողոցում կայտվեն, չեն կարողանա տան վարձ։ Չեմ կարծում, որ այդպիսի մարդիկ լինեն եւ եթե լինեն, պետք է հասկանալ ինչու։ Օրինակ ինչու չեն դիմել նույն բնակարանագնման գործընթացին, ինչու աշխատանք չունեն։ Դուք եք սադրում այս վարկագիծը։ Չէ, ինչ է ակնկալում, որ մեր սոցիալական վճարները մարդկանց։ Բայց իսկ ով է տվել այդ սոցիալական վճարները։ Իսկ ակնկալվում էր, որ պիտի տայինք անպայման։ Մեր ժողովուրդը իր գրպանից է, չէ, դրա համար տրվել է, բայց ինչ որ բան կա, չէ, տրամաբանություն կա դրա մեջ։ Չի կարա դա հավերժ տրվի, ասենք վերջի ապագա 10 տարում շանտաժի ենթարկելով որ գնացեք տուն։ Ոչ, խնդրում եմ նման պրովոկացիոն արտահայտություններ մի օգտագործեք իմ հետ, որովհետև ես չեմ տրվելու պրովոկացիաների։ Ես ասացի, մենք ուզում ենք, որ մեր քույրերն ու եղբայրները իրանց ընտանիքներով, իրանց ամբողջ
մտքով ինտեգրվեն հայկական իրականության մեջ, Հայաստանի Հանրապետության, արժեք ստեղծեն, աշխատեն, ունենան նաև այո ինչ որ միգուցե ժամանակավոր դժվարություններ, ինչպես ունեն մեր բոլոր քաղաքացիներ, բոլորս էլ ունենք դժվարություններ, եւ աստիճանաբար այդ ամեն ինչը պետության միջոցով լուծվելու է։ Կառավարական առանձնատների դռները կբացեք, որ դրսում մնացած արցախցիները մտնեն եւ հիմա որ իշխան Սաղաթելյանը ասեր, կարող է պատասխանայի Ռոբերտ ջան։ Չեք պատասխանի ինձ, հասկացա։ Ոնց որ ասելա դրա համար հիշեցի։ Դե ամեն դեպքում ոնց եք պատկերացնում օրինակ քաղաքական իրավունքների առաջ քաշելու հարցը, նրանք ասում են, որ բանակցություններն պետք է չփակել օրինակ Արցախի հարցը, հավաքական դրա մասին իմ հայտարարությունը դրա մասին էր ու հատկապես այնպիսի մարդիկ էին այդ հայտարարությունները անում, որ ասենք հիմա չեմ ուզում էլի իրանց ոճով իրանց արձագանքեն, որ էլի որտեվ էլի կասեն ամենահակաարցախյան, թե չգիտեմ ինչ։ Դուք ամենահակաարցախյան գործիչն եք։ Ամենավին, ես ամենապրոհայկական գործիչն եմ, լավ պրոհայաստանյան, եթե կարելի է այդպես ասել, չնայած չեմ հավակնում այդ տիտուլին, ամենան չեմ, մենք շատ գործընկերներ ունենք եւ ոչ միայն քաղաքական գործիչների, մեր ժողովրդի մեծ մասը պրո-հայաստանյան է, հավատացեք ինձ։ Հայաստանյան, բայց ոչ նրան հակասելու գնով։ Երբ որ քո քաղաքականությունը դնում է կասկածի տակ Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը, դու պետք է հակազդես այդ քաղաքականության հասկանում ես, անունն ինչ ուզում է լինի պրո-արցախյան, ուզում է լինի Արցախ վերադառնալու իրավունք, ուզում է լինի բանակցությունների ժամանակ պարտադիր ինչ-որ պայմաններ դնել եւ այլն եւ այլն։ Ես դրա համար եմ ասում, մենք պիտի դուրս գանք այլ ելակետից։ Ելակետը հետեւյալն է՝ Հայաստանի Հանրապետություն, ինչպես մեր քույրերն ու եղբայրներն ասում են, Մայր Հայաստան, պետք է լինի անկասկածելի, անպայման բոլոր հարցերում։ Եթե մենք մի բան պետք է անենք, որ կասկածի տակ դնենք Հայաստանի Հանրապետությունը, ինչ որ վտանգի տակ դնենք, ռիսկի տակ դնենք, մենք դա չպիտի անենք պարզապես։ Մենք դրա մասն ենք խոսում եւ ուզում ենք, որ իրանք էլ հասկանան այդ ամեն ինչը։ Դուք ունեք 2 շաբաթ ծրագրերը փոխելու, հակառակ պարագայում հանրահավաքի բեմարտակից ասում են հստակ գործողությունների կանցնենք, այ դուք կփորձեք ծրագրերը սոցիալական ծրագրերի մասն է խոսքը։ Այո, հիմնականում սոցիալական, դե այսպես ասենք, այդպես են պետք է նայել կոնկրետության մեջ, փոխել ծրագրերը եւ որոշումները։ Պետք է նայել կոնկրետության մեջ, եթե այդ որոշումները հիմնավորված են, չպետք է փոխել այդ որոշումները եւ նորությամբ կրկնում, մենք չենք կարող բոլորին մշտական, հիմա չեմ ուզում էլի վատ օրինակներ բերեմ նման դեպքերում շատ հաճախ թե ինչպես են վարվում այդ իրավիճակում հայտնած մարդկանց հետ, մենք մեր պատվի ցածր ենք համարել այլ կերպ վարվենք իրանց հետ, որտեղ իրանք իրոք մեր քույրերն ու եղբայրներն են եւ նման վերաբերմունք ամբողջ միջազգային հանրությունը զարմացած ա եղել, թե մենք ոնց ենք այդ ճգնաժամի տակից դուրս եկել մինչ օրս։ Պետական բյուջեի հաշվին, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին։ Դա ոչ ոք չի ժխտում, պարոն Թորոսյան։ Չէ, ոնց որ որովհետեւ ոնց որ դուք հակառակողություն։ Չէ, ոնց որ այլևս պարտավոր չենք։ Չենք ասում այլևս պարտավոր չեն, ասում ենք պետք է զարգացման ուղղություն, մենք չենք կարող մշտապես նույն կերպ այդ ամեն ինչը շարունակել։ Զարգացման ուղղությունները հետեւյալն են՝ աշխատել, վճարել վարձերը, գնել բնակարան մեր օգնության կամ առանձնատուն մեր օգնության ծրագրերը լավը չեն, ասում եմ, ես վերջերս եմ փոփոխվել, ես ինքս եմ խոսել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի հետ, ասաց, որ այդ փոփոխությունից հետո բավական ակտիվություն է նկատվում, որտեղ այսինքն աշխատանքի ժամանակ դու հասկանում ես, թե խնդրեմը որտեղ է, ու այդպես գնալու ենք առաջ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արսեն Թորոսյանին։